Օրվա բարի ժամ բոլորիդ, Հայեր ջան, այսօր ես չեմ անելու հերթական վերլուծություն, ես զերոյացնելու եմ բոլոր էմոցիաներս ու ուղիղ խոսալու եմ Ալենի հետ, կան հարցեր, որոնք վերջի վերջո պետք է ունենան վերջակետ, մանավանդ այն հարցերը, որոնք արհեստականորեն սարքում են իբր հավերժ, այն դեպքում, որ բոլոր այդ հարցերը ունեն հստակ պատասխաններ ի օգուտ մեր հայրենիքի, մեր երկրի ու մեր ազգի ու այս վիդեոյի վերջում էլ ես Ալենին մի առաջարկ ունեմ ու տենանք արդյոք այն ինչ ինքը ասում է կարա դրան հանրային պատասխան տա, թե մենակ լրագրողների հետ արագ խոսալ ու գնալ գիտի։ Այս վիդեոից հետո շատ բան պարզ կդառնա բոլորիդ համար։ Ես միշտ էլ գիտեի, որ թե իշխանությունը, թե ընդդիմության ներկայացուցիչները, մի խոսքով բոլորը, ուշի ուշով հետևում են թե իմ այս YouTube-յան ալիքին, թե Facebook-ին, թե մեր Telegram ալիքներին, բայց դրանում համոզվեցի մոտավորապես մի 2 շաբաթ առաջ, օրը կգա դրա մասին էլ կասեմ։ Նենց որ վստահ եմ, Ալեն, որ դու ես նայելու ես ու տենանք ունես ասածներիդ վրա վստահություն, թե չտենալու ես տալու ձև բռնես իբր ոչ էլ տեղյակ ես այս վիդեոից։ Էդ էլ արդեն թող քո աջակիցները ու մյուս բոլորը իրանց հետևությունը անեն։ Ու Հայեր ջան, որպեսզի համոզվեք, որ Ալենը այս վիդեոն տեսել է, բոլորիդ խնդրում եմ, բոլորը ուղարկեք իրան այս հղումը բոլոր հնարավոր հարթակներով ու ինքներդ էլ պահանջեք, որ արձագանքի, քանի որ այս վերաբերվում է բոլոր հայերին, անկախ նրանից ՔՊ-ին եք աջակցում նախկին իշխանություններին, ոչ մեկին թե լույսի բանակին կապ չունի։ Եթե հայ եք, ուրեմն սա ձեզ վերաբերվում է, ուստի խնդրում եմ բոլորդ ուղարկեք իրան այս վիդեոն ու տենանք ով իրան ոնց է պահում, երբ հարցը հասնում է հանրային լուրջ քննարկման, ոչ թե հերթական համակարգային տունտունիկ մանկապարտեզի, որը տարիներով ձեզ ներկայացրել են որպես քաղաքականություն։ Հիմա նայեք Ալենի խոսալը, որ պատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Ու Ալեն, այստեղից ուշադիր նայի, որ հետո քեզ բան եմ առաջարկելու, որը չտենալու տալդ կամ չհամաձայնվելդ, շատ բան ասելու քո դիրքորոշման ու մենակ քո չէ, ամբողջ քո թիմի դիրքորոշման մասին, ամբողջ հայության աչքի առաջ։ Նայեք ու շարունակենք։ Եվ երեք փաստաբանը, պարոն Սիմոնյան, երեք հազանգում էր, որ փաստորեն Կորնիձորում երեք արցախցի լուսանկարվել է Արցախի ֆոնին եւ ազգային անվտանգության ծառայությունը նրանց վերադառնալիս հեռախոսները խլել է ձեռքից, տարել են ոստիկանություն, այնտեղ ասել են, եթե այդքան կարոտել եք Արցախը, վերադարձեք այնտեղ, հանձնվեք։ Այս ամեն ինչը որքանով է ընդունելի, բայց արդյոք հիմա Արցախի ֆոնին նկարվել արդեն քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Հասկանամ, ինչ հետաքրքիր է, զուտ հետաքրքիր է։ Իսկ ինչ եք այդ դեպքում վազգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա, ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որ տեղ այլ անվանում է տալի, վատ եք զգում, ինչ եք վազգում, զուտ հետաքրքիր է, չեմ հասկանում։ Հայ, հասկացա, իսկ ուզում եմ հասկանամ, իսկ ինչի այդ նույն Ղարաբաղի սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր, Լեռնային Ղարաբաղի հանրապետություններին խոսում, ինչի չեք տալիս, որովհետև դուք բոլորդ քաղաքականացված եք եւ դուք բոլորդ զբաղված եք պահանջատիրական սխալ է անում, պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի մարդ կարող է Հայաստանի Հանրապետության Երևանին ասի Երևան, Սևանին ինչ-որ այլ բան ասի, աղմուկ մի բարձրացրեք։ Ոչ մեկ չէ։ Ես ներողություն եմ խնդրում, Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է եւ Ախեք ուրիշ անդր։ Ես ձեր հետ համաձայն չեմ։ Ես լուրջ ես ասում, դրանից հետո ինչ ա եղել։ Այդ ձեր մտածելակերպը անջատ է Հայաստանի Հանրապետություն, բախի չէր ճանաչում 30 տարի այդ անկախը Հայաստան, էս է Հայաստանի Հանրապետությունը։ Սա է, սրանից էսկոմ Թուրքիա է, սրանից էսկոմ Վրաստան է եւ ջավախքը Հայաստան չի, ջավախքը Վրաստան է։ Սրանից ներքև Պարսկաստանը, սրանից էսկոմ Ադրբեջան է։ Հանեք այդ, հեսա Արցվաշենը սպանել եք փուճուրա, մոտիկ բերեմ նայ։ Թագեք, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին, չգիտեմ այդ անունը ինչա, ինչ Գյորջայան ասում, լսեք, հիմա մանկապարտեզ չի, ուրեմն կրկնում եմ, նախ եկեք չհամատենք, որտեվ ես չգիտեմ վերջին անգամ իրան երբ են ասել, գնացեք նայեք կգաք ինձ կասեք վերջին, կպատասխանեմ ստեղ եմ չեմ գնում, եկալնի վերջացնում, կշարունակենք ստեղ եմ, ինչն էր հարցը, ինչ են տարել, չգիտեմ, դիմեք ազգային անվտանգությանը, ես ազգային անվտանգության տնօրենն չեմ։ Ասում կարող է վտանգավոր լինի եւ քրեական պատասխանատվության ենթարկվում, իսկ Արցախի ֆոնին փաստորեն նկարվել է։ Վտանգավոր լինի։ Ֆոնին նկարվել է Արցախ։
Ես չգիտեմ Արցախի ֆոնին նկարվելը ինչա նշանակում, ներողություն եմ խնդրում։ Լավ պետք է իմանալ, դուք եք Աղդամի ֆոնին, ակնան ձեր հայրենիքը չէ։ Լսի, ես ակնաբար չեմ օգտագործել, Աղդամ եմ ասել, հա, դա մեկ։ Երկրորդը ես դրա մասին 100 անգամ խոսել եմ, երրորդը սխալ եմ արել, հարգելիներս, որտեղ եղել եմ այդ նույն ձեր տրամաբանության մեջ։ Ձեր տրամաբանության մեջ եմ եղել, ոչ մի թիզականի տրամաբանության մեջ եմ եղել։ Մտածել եմ, ինձ էլ են ներարկել, որ դու պետք է սրանով չբավարարվես, դու պետք է սես նստես, նայես գետից, Արաքս գետից ենկում ու երազես, որ Ադրբեջանը թուլանա, մենք մի օր հաստատվելու ենք կամ Թուրքիան թուլանա, մի օր հաստատվելու ենք։ Իսկ դա ազգի կոտորման, վերացման ամենակարճ ճանապարհն է։ Ու այո, ես սխալ եմ արել։ Էլի կա այդ հիշավ։ Չէ, Նարեկ ջան։ Չէ, պարոն Տիրակոսյան, այս աղջիկն է հասկալի։ Մի րոպե։ Պետքա սպանել, պետքա խեղդել այն ամենապուճուր բանի մեջ, որովհետև եթե դու դա չես խեղդում, դու սա ես կորցնում։ Հենց դու դա չխեղդեցիր, այս լինելու է ջարդած, կտրտած Ռուսաստանի մաս կամ ընդհանրապես չի լինելու։ Ախր ես զարմանում եմ, որ դուք այսօրվա աշխարհում չեք հասկանում, որ ես չգիտեմ, ասենք, չգիտեմ, այդ եթերով կարամ այդ բանը ասեմ, թե չէ, բայց այսօր աշխարհում կանոններ չեն գործում։ Երեխեք, ով է, եթե մի կողմից, մյուս կողմից հարևանները որոշեցին գան եւ իրար ձեռ սեղմեն, ողջունեն, ով է մեզ փրկելու։ Ոչ մեկ եվրոպացիները շատ ջղայն հայտարարություն են անելու, շատ ջղայն ворթովելու են։ Ռուսները ասել են՝ «Мы вам позвоним», պարսիկներն էլ ահավոր զբաղված են։ Ժողովուրդ, ռեալ, երեխեք, այդ կենացները, այդ դոշ ծեծելը թարգեք։ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21 նշում եք, դուք թե չեք նշում։ Նշում եք, թե չեք նշում։ Նշում եք, հարց տալի, նշում եք, ինչի մասին է դա։ Նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է։ Ինչով է անկախացել։ Այս տարածքով է անկախացել։ Սա է նորից այս կողմը Հայաստան չի։ Այն կողմը սա հայկական լեռնաշխարհ է։ Միգուցե ինչ որ տարբեր կենդանիներ եւ բույսեր կան, որոնք հայկական անվանումներ են։ Սա Թուրքիա է, սա Ադրբեջան է, սա Վրաստան, սա Պարսկաստան։ Փակեք այդ թեման։ Այստեղից Ալեն, խոսքս ուղղված է ինչպես ժողովրդին, նենց էլ առանձնահատուկ քեզ։ Ուզում եմ սկսենք ոչ թե բառերից, այլ սթափությունից, որտեվ այն ինչ այսօր ներկայացվում է որպես չակերտավոր ռեալիզմ, իրականում ընդամենը կրճատված գիտակցություն է։ Երբ մի ամբողջ ազգի ասում են «Էս է Հայաստանը, մնացածը մոռացեք», այդ աշխարհաքաղաքական վերլուծություն չի, այդ հոգեբանական սահմանափակում է, այդ ոչ թե քարտեզի պաշտպանություն է, այլ մտածողության նեղացում։ Ու ես հիմա ոչ թե պատրաստվում եմ ընդամենը վիճել Ալենի հետ, այդ վիճելու առաջարկը մի քիչ հետո, այլ մինչև այդ ես պատրաստվում եմ ապա մոնտաժել այն մտածողության կառուցվածքը, որը ինքը ներկայացնում է որպես չակերտավոր ճիշտ ուղի։ Ալեն, լսի, պատրաստվի, ու եթե հանրային բանավեճի խիզախություն ունենաս, նախապես պատրաստված ելնես, որ հետո չասես ուղիղ եթերում ինձ անակնկալ բան ասեցիր։ Հիմիկվանից պատրաստվի, եթե էլի եմ ասում, կունենաս թեզերիդ վրա այնքան վստահություն, որ իմ հետ դուրս գաս բանավեճի։ Հիմա եկեք սկզբից հասկանանք մի հատ հիմնական սխալ։ Ալենը փորձում է մի հատ շատ պարզ մանիպուլյացիա անել, ինքը հավասարացնում է պատմական իրավունքը, ինքնությունը ու ռազմական ագրեսիան։ Այսինքն, եթե դու ասում ես Արցախը հայկական է, ինքը դա ներկայացնում է նենց, որ դու ուզում ես վաղը հարձակվես Ադրբեջանի վրա։ Այս իրականում դասական մտավոր կեղծ դիլեմա է, որովհետև պատմական իրավունք ունենալը հավասար չի ռազմական գործողություն իրականացնելուն։ Եթե այսօր Հունաստանը հիշում է Կոստանդնապոլիսը, այդ չի նշանակում, որ ինքը գնում է պատերազմի, բայց Ալենը փորձում է ձեզ ստիպել ընտրել երկու ծայրահեղություն՝ կամ մոռանալ ամեն ինչ, կամ կոտորվել։ Այս կամ քաղաքական կուրությունը, քաղաքական տգիտություն, կամ պատմության չիմացությունը, կամ էլ ժողովրդին միտումնավոր մոլորեցում, որովհետև լուծումը այդ երկու տարբերակի մեջ չի սահմանափակվում, իրականում կա երրորդ ճանապարհը, ու դա քաղաքակրթական ռազմավարությունն է։ Այդ ձեր մտածելակերպը անջատեք։ Պատմական հարցը չի լուծվում անջատեք ձեր մտածելակերպը ասելով։ Երբ Ալենը ասում է անջատեք ձեր այդ մտածելակերպը, ինքը փաստացի ասում է անջատեք պատմությունը, ձեր ինքնությունը ու ձեր հիշողությունը, բայց եկեք փաստերով։ Արցախը հազարամյակներով եղել է հայկական պետական կազմավորումների մաս։ Այս ոչ մեկ ու երբեք չի կարա հերքի։ Միջնադարում Խաչեն, Վարանդա, Դիզակ, Ջրաբերդ, սրանք եղել են հայկական իշխանություններ։ Իսկ այդ ժամանակ Ադրբեջան ու ադրբեջանցի հասկացողություն անգամ չի եղել։ Խոսքս Իրանի Ադրբեջանի մասին չի, այլ
այսօրվա արհեստական պսևդոպետության։ Ուր էր այդ ժամանակ այս Ադրբեջանը, որ մի հատ էլ տարածք ունենար։ 1921 թվին Արցախը ապօրինաբար տրվեց Ադրբեջանին, ոչ թե որևէ իրավական գործընթացով, այլ ընդհանրապես անհիմն ու ապօրինի քաղաքական որոշմամբ խորհրդային կենտրոնից։ Ու այս փաստը ոչ թե երազանք, ու նույնը վերաբերվում է համ Նախիջևանին, համ Արևմտյան Հայաստանին։ Ու իգիտություն քեզ ասեմ, որ 15 թվի ցեղասպանությունը ոչ միայն պատմություն է, այլ որ ավելի կարևոր է այդ մինչև հիմա չլուծված միջազգային հանցագործությունը։ Ու միջազգային իրավունքի մեջ կա մի շատ կարևոր հասկացություն՝ continuing injustice, շարունակվող անարդարություն։ Իսկ այդ նշանակում է, որ եթե անարդարությունը չի վերացվել, դրա համար պատասխանատվության չի ենթարկվել մեղավորը, իրավական լուծում դրան չի տրվել, ուրեմն դա իրավականորեն դեռ գոյություն ունի։ Այսօր աշխարհում կանոններ չեն գործում։ Երբ Արենը ասում է աշխարհում կանոններ չկան, ինքը ներկայացնում է աշխարհը որպես ջունգլի։ Նու ինչ որ միտեղ լավ sense ասեմ, այս կիսա ճշմարտություն է։ Իսկ կիսա ճշմարտությունը ամենավտանգավոր սուտն է։ Այո, աշխարհում ուժը դեր ունի, բայց այդ նույն աշխարհում գործում են նաև ինքնորոշման իրավունք, պատմական իրավահաջորդություն իրապատասխանատվություններով հանդերձ, ցեղասպանության հետևանքների վերացման սկզբունք, մեկ էլ տարածքային ամբողջականության սահմանափակումներ, երբ կա զանգվածային իրավունքների խախտում, ու Արցախի հարցը հենց այս հակասության մեջ էր, ինքնորոշում ընդդեմ տարածքային ամբողջականության, ու ասեմ, որ բոլորին պարզ լինի, որ դա մինչև վերջ փակված հարց չի միջազգային մակարդակում։ Այսինքն ասել վերջ փակեք թեման, այս իրավական դիրքորոշում չի, այս զուտ քաղաքական հարմարավետությունը կամ էլ Ալենի անձնական կամահաճույքը, այսինքն այդ թեման փակելու համար գոյություն չունի որևէ իրավական հիմք։ Այդ վերջ թեման փակեքը ասում է ընդամենը Ալենը։ Որովհետև եթե դու դա չես խեղդում, դու սա ես կորցնում։ Նայեք Ալենը ինչ է ասում։ Ասում է, եթե իմ ասածով չմտածեք, կկորցնենք նույնիսկ սա, ու ցույց է տալի իր պատկերացումներով Հայաստանը, բայց այդ իրականում Հայաստանից մնացած մի չնչին մասն է, ու դա եւս չունի ոչ մի իրավական հիմք, բացի օդի մեջ ինչ որ պայմանագրեր, հռչակագրեր ու հայտարարություններ, բայց դա այսօր։ Վաղը դա կարա լինի արդեն օրինական ու իրավական հիմքով, եթե թույլ տանք, որ սահմանադրությունը փոխվի։ Սահմանադրությունը հենց դրա համար են փոխում, որ այսօր Ալենի ասածը դիտարկվի ոչ թե մենակ Ալենի ասած, այլ ունենա իբր իրավական հիմք։ Բայց այդ սահմանադրության փոփոխության դրա դեմը առնելու ու այս մյուս թեմաների մասին խոսամ հետո։ Հիմա եկեք այս բուն թեմայից չշեղվենք ու հասկանանք մի հատ պարզ տրամաբանություն։ Ինչն է իրականում պահում պետությանը։ Նախ եւ առաջ զինված ուժերի որակը, հետո տնտեսական հզորությունը, դաշնակցային համակարգը ու դաշնակցային ոչ թե որ դաշնակցի անվան տակ գլխի տեր ու պապաները լինեն, այլ իրականում դաշնակցային համակարգ, հետո հասարակության հոգեբանական պատրաստվածությունը ու գաղափարական Եթե դու ազգին ասում ես մոռացեք ձեր պատմությունը, էսա ձեր եղածը, դու ոչ թե պաշտպանում ես պետությունը, այլ դու կտրում ես դրա արմատը, որովհետև պետությունը քարտեզ չի ընդամենը, պետությունը գաղափար է։ Երբ գաղափարը փոքրանում է կամ փոքրացնում են, կամ փորձում են փոքրացնել, այդ քո ձեռի քարտեզն էլ երկար չի դիմանում։ Չէ, պարոն Տիրակոսյան, այս աղջիկն է հասկալի։ Մի րոպե, պետքա սպանել, պետքա խեղդել այն ամենապուճուր բանի մեջ։ Այս արդեն ամենակրիտիկական կետն է, որովհետև ստեղ արդեն խոսքը ոչ թե քաղաքականության մասին է, այլ հոգեբանական ճնշման։ Երբ իշխանությունը կամ դրա ներկայացուցիչը ասում է պետքա սպանեք ձեր երազանքը, այդ արդեն կառավարման մոդել է, ոչ թե վերլուծություն։ Աշխարհի բոլոր մեծ պետությունները կառուցվել են սրա հենց հակառակը անելով, ու օրինակները քիչ չեն։ Օրինակ տեսեք, Գերմանիան վերականգնեց ինքնությունը երկրորդ աշխարհամարտից հետո, Իսրայելը վերականգնվեց հազարամյակներ հետո, Հարավային Կորեան ստեղծեց նոր իրականություն 0-ից, ու հավատացեք, sense կարելի է բավականին պետություններ թվարկել, ոչ մեկը իրանցից չի ասել մոռացեք ամեն ինչ, որ փրկվեք, այս վախկոտի հոգեբանությունը ու պարտության քարոզ, այդ բոլոր պետությունները ասել են մեծացրեք մտածողությունը, որ փրկվեք։ Էս է Հայաստանի Հանրապետությունը։ Սա է, սրանից էսկոմ Թուրքիա է, սրանից էսկոմ Վրաստան է եւ ջավախքը Հայաստան չի, ջավախքը Վրաստան է։ Սրանից ներքև Պարսկաստանը, սրանից էսկոմ Ադրբեջան է։ Քարտեզ ցույց տալը ու ասելը էսը Հայաստանը, այդ աշխարհակաղակական փաստ չի, այդ տվյալ պահի վարչական սահման է։
պետության մեջ քարտեզները փոխվել են հարյուրավոր անգամ։ Եթե 91 թվի քարտեզը վերջնական է, ըստ ձեզ էլի, ապա ինչի նույն տրամաբանությամբ չընդունենք, որ մինչև այդտեղից քարտեզներն էլ էին վերջնական, որովհետև այս ոչ թե իրականությունը կամ փաստ, այլ ընդհանրապես ընտրովի մոտեցում։ Ու Ալենի այս ամեն մի բառին ու արտահայտած մտքին ես կարամ առանձին ու խորքային ու կարևորը փաստերով անդրադառնամ, բայց այն մնացածն էլ պահեմ բանավեճի համար, եթե իհարկե կարձագանքի ու կգա էլի։ Մի քիչ կասկածում եմ, բայց հույս ունենանք, որ գոնե մի անգամ իրանցից մեկը կկարողանա այն ինչ ինքը ասում է, ինպես հայ առաջ կանգնի ու ավելի շատ փաստարկներով ապացուցի իր թեզը։ Դրա համար մինչև այդ հիմա ասեմ ամենակարևորը։ Ես չեմ ասում վաղը պատերազմ հրահրենք, ես չեմ ասում հարձակվենք։ Ես ասում եմ, որ պետք է ունենալ ազգային ռազմավարություն։ Այդ ռազմավարությունը բաղկացած է 3 մակարդակից։ Առաջինը դա գաղափարական մակարդակն է, այսինքն չհրաժարվել ոչ մի հայկական իրավունքից ու պահել ամբողջական պատմական գիտակցությունը։ Երկրորդը դիվանագիտական մակարդակն է, այսինքն միջազգային օրակարգում պահել հայկական հարցերը ի օգուտ մեր պետականության ու մեր ազգի շահերի ու օգտագործել իրավական բոլոր հարթակները։ Ու երրորդը այդ քաղաքակրթական մակարդակն է, այսինքն կառուցել ուժեղ պետություն, այսինքն կառուցել տեխնոլոգիաներ, տնտեսություն ու բանակ։ Էս է ճանապարհը, ոչ թե մոռացեք, այլ ուժեղացեք։ Ալեն, քո մոդելը պարզ է, փոքր մտածեք, որ չկորցնեք։ Իմ մոդելը հակառակն է, ես էլ ասում եմ մեծ մտածեք, որ ընդհանրապես գոյություն ունենաք, որովհետև փոքրացող ազգերը չեն պահպանվում, դրանք դանդաղ անհետանում են։ Ու հիմա ուղիղ դիմում եմ քեզ, Ալեն, եթե դու իրոք վստահ ես, որ չես խաբում ժողովրդին, եթե վստահ ես, որ քո ասածը ճշմարտություն է ու ոչ թե քաղաքական հարմարավետություն, արի դա ապացուցենք բոլորի աչքի առաջ։ Առաջարկում եմ բաց, ուղիղ, առանց մոնտաժի բանավեճ, այսինքն ուղիղ եթերում։ Թող դա լինի H1-ի ուղիղ եթերում, որ ամբողջ հայությունը տենա։ Ու արի այդ ուղիղ եթերով բանավեճին երկուսս էլ բերենք մեր պատմական փաստերը, միջազգային իրավունքների հիմքերը ու ռազմավարական մոդելները։ Եթե դու ապացուցես, որ դու ճիշտ ես, ես անձամբ կասեմ, որ սխալվել եմ ու կդառնամ քո գաղափարի տարածողը։ Ես adekvat մարդ եմ ու իմ համար փաստը փաստ է, ոչ թե տուպը վիճելու առիթ։ Համայն հայության աչքի առաջ ապացուցի ինձ քո ասածները, թող քո փաստարկները լինեն իմ փաստարկներից ավելի հիմնավոր ու ուժեղ, ու ես հանրային կերպով խոստանում եմ, որ դրանք կընդունեմ բոլորի աչքի առաջ։ Բայց եթե չկարողացար ապացուցես կամ եթե իմ բերած փաստարկները ավելի հիմնավոր եղան, ու վերջում դու էլ քեզ adekvat դրսևորելով դրանք ընդունես, ուրեմն դու էլ պետք է նույն ազնվությամբ ընդունես իմ ասածը ու փոխես ձեր քաղաքական ուղղությունը, որտեղ ես արդեն կարծիքների պայքար չի, ճակատագրերի որոշումը։ Նայ, ասում ես դու առաջ սխալ գիտեիր, հիմա հասկացել ես։ Սխալ եմ արել, հարգելիներս, որտեղ եղել եմ այդ դու նույն ձեր տրամաբանության մեջ։ Այ այդ ինչ որ լսել ես կամ տեսել ես, որից հետո հասկացել ես, որ առաջ սխալ էիր, հիմա ճիշտ։ Արի հանրային կերպով ինձ էլ ասա, ցույց տուր։ Կարող է պարզվում է, որ իրոք ճիշտ ես ու բոլորս ընդունենք, որ ձեր թեզերն ու քարոզը ճիշտ է։ Այս ձեր համար լավագույն տարբերակն է հանրային կերպով հաստատելու ձեր ճշմարտացիությունը, իսկ խուսափելը այդ բանավեճից, այս հրավերը չտենալու տալը կամ չարձագանքելը կնշանակի, որ բոլորը, անգամ ձեր աջակիցները, կհասկանան, որ հիմքեր չունեք բոլոր հարթակներում ձերը պնդելու, քանի որ կամ սխալվում եք ու դա դուք էլ գիտեք, կամ էլ ավելի վատ, ճիշտը իմանալով միտումնավոր բոլորին մոլորության մեջ եք գցում։ Կարաս գաս, ապացուցես, փաստերը դնես, եթե իհարկե տենց փաստարկներ ունենաս։ Այ իսկ եթե չունես տենց փաստարկներ, ուղղակի խոսում ես խոսալու համար, այդ դեպքում խնդիր չկա, կարաս հանգիստ ես ուղերձը չտենալու, տաս չանդրադառնաս կամ էլ անդրադառնաս չհամաձայնվես, նայ, որոշումը քոնն է։ Ասեմ ավելին, կարաս մենակ չգաս, թող գա ձեր ամբողջ թիմը, ես պատրաստ եմ մենակով բոլորիդ հետ բանավիճելու, եթե վստահ եք ձեր վրա, եկեք ապացուցեք, որ ճիշտ եք։ Էս է իմ առաջարկը, մնացածը ոնց քեզ հարմար է։ Ու վերջում հայր ջան, ասեմ մի պարզ ճշմարտություն, ազգերը չեն կորում, երբ պարտվում են, ազգերը կորում են, երբ համաձայնվում են փոքրանալ։ Ու հիմա հարցը էս է, մենք պետություն ենք, որը ունի գաղափար, թե ընդհանրապես սահմանափակված տարածք ենք։ Եթե պետություն ենք, ապա մեր սահմանը մենակ քարտեզով չի որոշվում։ Այդ նախ որոշվում է մեր գիտակցությամբ, ու եթե գիտակցությունը փոքրացավ, վաղը քարտեզն էլ կկորի։ Իսկ եթե գիտակցությունը մեծացավ, պատմությունը նորից կսկսվի, ու այս անգամ կսկսվի ոչ թե ուրիշների գրած պատմությունը, այլ մեր կողմից գրածը։ Նենց որ նորից ասեմ, որ միակ ելքը դա վերածննդի շարժումն է։
Ու նորից խնդրեմ, որ չմոռանաք այս վիդեոն Ալենի բոլոր հարթակներով ուղարկեք իրան։ Չնայած ավելի քան վստահ եմ, ինքը արդեն սա նայում է։ Ինչ ասամ, սպասենք արձագանքի, հայեր ջան։ Լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։